Բժիշկը լքում է պոստը, պակասում են մեր երկրի բժիշկները, հանում են սպիտակ խալաթը, ոլորտում մնալն ու դիմակայելը մարտահրավեր է դարձել։ Մյուս ոլորտներում ավելի ձեռնտու աշխատանքներ կան մինչև 10 տարի կրթված բժիշկների համար։ Հետ վերադարձնել, եթե միայն համակարգը փոխվի, բա Հիպոկրատի երդումը։ Մեր երկրի բժշկական կադրային ներուժն է, տվյալները Առողջապահության ազգային ինստիտուտի վերջին տարեգրքից են։ Տեսնում ենք 2022-ին բոլոր մասնագիտություններով ներառյալ ատամնաբույժները ընդհանուր 15061 բժիշկ են ունեցել։ Միջին բուժանձնակազմի թիվն էլ 16323 է եղել, սակայն արդեն 2023-ին այս թվերը դարձել են համապատասխանաբար 13943 եւ 16130, ասել է թե ընդամենը 1 տարվա ընթացքում Հայաստանում բժիշկների թիվը պակասել է ավելի քան 1118-ով։ Միջին բուժանձնակազմն էլ կրճատվել է գրեթե 200 մասնագետով։ Սրտի վիրաբույժ Վահե Գասպարյանը ոլորտը լքած բժիշկներից մեկն է, միջազգային փորձառությամբ մասնագետը սիրելի աշխատանքից հրաժարվել է, որովհետև առողջապահական համակարգից օգնություն չի տեսել, ընդհակառակը խանգարել են։ 44-օրյա պատերազմի օրերին Սիսիանի Զանգեզուրի կայազորային հոսպիտալում ծառայելով տեսա եւ համոզվեցի, որ համակարգը ամբողջությամբ պիտի փոխվի, որովհետեւ առողջապահության համակարգը գլոբալ պետական համակարգի բաղկացիչ մասն է եւ միջև դա չլինի, ես իմ ոլորտում ինձ պահանջված եւ գնահատված չեմ զգա։ Մեր երկրի առողջապահական համակարգի գլոբալ խնդիրները բժշկի համոզմամբ առաջացել են դեռ հեռավոր 90-ականներից, երբ որոշ բուժհաստատություններ սեփականաշնորհվեցին, դառնալով սուպերմարկետի օրինակով աշխատող կառույցներ։ Ներդրեցի վիրահատություններ, որոնք առ այսօր Հայաստանում միջև դա չէին արվում, զարկերակային եղանակով շունտավորում, դորի վիրահատություն։ Ես հեղինակ եմ մի քանի եղանակների փականային վիրաբուժության, բայց գիտեք, այն ամենը ինչ ես արեցի, դա իմ անձնական էնտուզիազմի, համառության շնորհիվ էր, համակարգի կողմից օգնություն չկար, որովհետև օգնություն նշանակում է նաև ներդրում։ Գնահատված չլինելուց բացի մեր առողջապահական համակարգում էլի խնդիրներ կան, ընդ որում ոլորտի փորձագետների պնդմամբ անթիվ անհամար ու ավելի լուրջ։ Առողջապահության կազմակերպիչն ասում է, ոլորտը հիմա խորը ճգնաժամի մեջ է, այդ պատճառով էլ ընդամենը 1 տարում 1100-ը գերազանցող Հիպոկրատի երդվյալներ են ըստ էության դրժել երդումը։ Նախ ամենասկզբից բժշկի խոցելի աշխատանքի պատկերը։ Տեղամասային բժիշկները աշխատում են եւ վարձատրվում են ըստ կցագրված ազգաբնակչության։ Կցագրված ազգաբնակչության հաշվարկով ենթադրենք թող լինի միջինում 180-ից կամ թմկահարվող մինչև 240,000 աշխատավարձ։ Եկեք դրա հետ հաշվենք այն, որ բժիշկը երբեք չի եղել ժամով աշխատող մասնագետ։ Բժիշկը ամենախոցելի խավն է այն իմաստով, որ մեր աշխատանքը կարելի ասել շուրջօրյա է, արտաժամյա աշխատանքը չափից ավել շատ է։ Եվ դրա համար բնականաբար չի վարձատրվում։ Եթե Եվրոմիության նույն երկրներում մեկ բժշկին բաժին է ընկնում 2 միջին բուժաշխատող, ասենք բուժքույր, մանկաբարձուհի, ապա մեր մոտ մեկ բժշկին մեկ բուժաշխատող է միջին բաժին ընկնում, ինչը իհարկե ծանրացնում է առողջապահության համակարգի գործը։ Ըստ առողջապահության կազմակերպչի այս բոլոր հանգամանքները հենց այդպես էլ առաջացնում են գերհոգնածություն մասնագիտական այրում, որոնք էլ ընկճում են բժշկի դիմադրողականությունը։ Հիմա թվայնացվող առողջապահության մասին, որն էլ ըստ փորձագետների դարձել է բժիշկների վերջին ամիսների գլխավոր գլխացավանքը։ Բժիշկը առավոտյան զարթնում է, բացի նրանից, որ ինքը մտածում է իր սոցիալական հարցերը ոնց լուծի, մտածում է հարակից տեխնիկական հարցերը ոնց լուծի։ Առողջապահական ոլորտի այսպես կոչված բարեփոխումները, որոնք իրականացվում են, ընդհանրապես հաշվի չեն առնվում առողջապահական ոլորտի մասնագետների թե կարգավիճակը, թե խնդիրները, թե այդ բարեփոխում կոչեցյալներից հետո առաջացող հետևանքները։ Ուզենք թե չուզենք, նա այդ աշխատանքը խիստ փոխկապակցված է փաստաթղթաշրջանառության հետ, փաստաթղթերի վարման հետ, էլեկտրոնային առողջապահության համակարգի շարունակական ներդրման, բուժհաստատություններում սեփական էլեկտրոնային համակարգերի ներդրման հետ այդ թղթաբանությունը ժամանակի ընթացքում պետք է վերանա։ Տարիք է գալիս, երբ որ եւ լեզուն է դժվար սովորել, եւ նոր հմտություններ ձեռք բերելն է դժվար։ Այսինքն, եթե մահակը դնես, ենթադրենք միջին տարիքի թերապևտի գլխին, ասես, չէ, պետք է սովորես այդ առողջապահական համակարգից օգտվելը։
Դրանից ոչինչ չի փոխվելու։ Բայց ամեն դեպքում, որ մեր բժիշկները մշտապես բարելավեն իրենց գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները, բուժծառայությունների որակն էլ բարձրանա։ 1 տարի առաջ գրեթե այս օրերին Հայաստանում ներդրվեց նաև բուժաշխատողների լիցենզավորման համակարգը։ Ճիշտ 12 ամիս անց, թեպետ մինչև անհատական լիցենզիայի պարտադիր ստացման վերջնաժամկետը դեռ տևական ժամանակ կա, բժիշկները բազում բողոքներ են ներկայացնում, դրանք կոնկրետ օրինակներով հիմնավորում։ Լիցենզավորումը իրենից ներկայացնում է նաև բանավոր քննություն։ Բանավոր քննությունների որակի ապահովումը հարցաթերթիկներին հետաքրքիր է իմանալ ով է հետևել։ Վերջի թարմ դեպք եմ ասում, սրտաբանության քննությունը մարդը չի կարողանում լինելով բարձրակարգ մասնակից 4 անգամ այդ քննությունը ստանալ դրական։ Ինչու՞։ Որովհետև հարցաթերթիկը, ուղեցույցը, որը տալիս են իբր կցված, եւ հարցերը մեկը մյուսին չեն համապատասխանում։ Լավ բժիշկները միշտ ավելի զբաղված են լինում, նրանք ժամանակ չեն ունենում վերապատրաստումների օրինակ մեկնել, մասնավորապես Հայաստանից դուրս կամ գիտաժողովներին հանդես գալ եւ ինչ որ հետազոտություններ անել, որը անընդհատ պիտի բարձրացնի նրանց մասնագիտության կատարելագործվի, մակարդակը բարձրացվի եւ շատ ուղղակի հանդես շատ սունկ կազմակերպություններ են ծնվում Հայաստանում, որոնք իբր թե ապահովում են համապատասխան դասընթացներ։ Ոլորտում իսկական խառնաշփոթ է, մասնագետներն ընդգծում են այս իրավիճակում հրատապ լուծումներ չառաջարկելն ու դրանք գործարկելը միայն խորացնելու են ճգնաժամը, եւ գուցե օրերից մի օր հայտնվենք մի իրավիճակում, երբ արդեն անհնար դառնա շատ խնդիրներ լուծելը, թերություններ շտկելը։ Ի վերջո սա ուղիղ մարդու առողջության հետ է առնչվում։ Իդեպ հատկանշական է, որ Առողջապահության ազգային ինստիտուտի նույն տարեգրքում նշվում է, որ հիվանդանոցներում հստակ ֆիքսենք հիվանդանոցներում ներառյալ առողջապահության առաջնային պահպանման օղակում աշխատող բժիշկների թիվն ավելացել է։ Փորձագետները հաշտ չեն այս արձանագրման հետ, պարզ հաշվարկ են անում, մի քանի տեղ աշխատողներին մի քանի բժիշկ են հաշվում եւ հանրագումարը խաբուսիկ է դառնում։ Մասնագետների պակաս, բացարձակ պակաս, տեղից էլ ունենք, մարզային առողջապահությունում խնդիրներ ունենք, արդեն այստեղ էլ ունենք։ Դա կբերի մեր ազգաբնակչության առողջության հետ կապված խնդիրներին։ Եվ եւս մեկ վիճակագրություն բժշկական մայրբուհը Հերացու անվան համալսարանը 2023 թվականին ավարտել են ավելի քիչ շրջանավարտներ, քան մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները։ Ընդ որում այնպես չէ, թե սա աննախադեպ երևույթ է։ 2011-ին եւս այսպիսին է եղել պատկերը։ Ավելին այդ տարում թվերի տարբերությունն էական է եղել՝ 829-ը 377-ի նկատմամբ, արդեն 23-ին մասնավորի առավելությունը 81-ով է, 673-ը 592-ի նկատմամբ։ Իսկ ընդհանուր առմամբ 2011-ից մինչև 2023 թվականը մեր երկրում բժշկական բարձրագույն կրթություն ստացել են 16059 ուսանող, նրանցից գրեթե 9030-ը պետական բժշկականում, 7030-ը մասնավորում։ Դրանից մի քանի տարի առաջ անընդհատ բախվում էինք այդ խնդրին, որ արտասահմանից անընդհատ ստանում էինք Հայաստանում ստացված դիպլոմների հավաստիության մասին տեղեկանքներ, որ պետությունը պիտի տար։ Եվ պարզվում էր, որ շատ մասնավոր ուսումնական հաստատություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ ուղղակի մատերի արանքով են նայում, իսկ պետությունը ժամանակ առ ժամանակ էր ընդամենը հետևում։ Արդյոք նրանք բավարարում են այդ չափանիշներին։ Ու մինչև քննարկումների առանցքում մնա բժիշկների ոլորտից հեռացումը, հիշենք նաև, որ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Արմավիր, Արագածոտն եւ Կոտայք մասնաճյուղերից լաբորատոր բաժինները վերջերս տեղափոխեցին Երևան, ռեֆերենս լաբորատոր կենտրոն, բժիշկներին ազատելով աշխատանքից։ Ուրեմն էլ ինչն է զարմանալի։ Ու թերևս էլ չխոսենք այն մասին, որ բժիշկների նկատմամբ բռնի ուժի կիրառումը մեր օրակարգից անպակաս է դարձել։ Սուրանկյան վերջին թողարկումներից մեկում անդրադարձել էինք մանկական շաքարային դիաբետ ունեցողների խնդրին, որոնք ամիսներ շարունակ չէին կարողանում պետությունից իրենց հասանելիք անվճար դեղերը ստանալ, քանի որ դրանք վերջացել էին եւ ըստ ծնողների առողջապահության նախարարն ասել էր, որ տենդերը չի կայացել եւ դա է խնդրի առաջացման պատճառը։ Սուրանկյան խմբագրությունը հազանգած ծնողները տեղեկացնում են, որ խնդիրը մեր թողարկումից հետո կարգավորվել է, դեղերը ստացել են։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։